Ես գիտեմ, որոնք պետք է վերադառնան Արտաշիրի իրենք ասեցին, որ դա իրենց խնդիրների չի, ես դիմել եմ, զանգել եմ արգորդ նախարարություն, իրենք ասել են գրավոր գրեք, ես ասել եմ գրավոր գրել եմ։ Գրել եմ, ոչ մի պատասխան չեմ ստացել։ Ասեցի ես ուղղակի զանգում եմ ձեզ, ասեմ որ գրել եմ, պատասխան չկա։ Պատասխան երբ որ չկա, դա նշանակում է համաձայն ուղարկել են ազգային անվտանգություն։ Ես ուզում եմ լրությունը դա այս վիճակի համաձայնության նշան է։ Մենք այդ խնդիրը հատվածական ենք նայում, թվում է թե այս հարցը չեն նայում, այն հարցը նայում, այդպես չի։ Քաղաքականությունը, որը վարում է տվյալ դեպքում այս թիմը, դա հայտնի ձևով պետք է դες բան լինի, որ ամբողջովին կներեք իրենց առաջի մասը խնդրի ուզել են, անցանը հանձնել են Ադրբեջանին, երկրորդ մասը իրականացնում են, Հայաստանը դարձնում են կամ Թուրքիայի ուղի կամ Թուրքիայի գծով Ադրբեջանի օգտագործման տարածք։ Դուք կասեք Արտաշիրիմում այն զինվորների ում մասունքները չեն թաղվել, հա, իրանց մասին է խոսքը, ում Արտաշիրիման մասին։ Խոսքը վերաբերում է 21 թվականին ագրեսիայի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով մեր զոհված տղաներին։ Խոսքը իրենց Արցախում թաղված։ Այո, սա ասել գիտեինք, որ բլոկադա է, չէին կարողացել զոհված տղաներին զուտ Մարտուն ու քաղաքից, Մարտունի շրջանից տեղափոխեն Ստեփանակերտ, որ Ստեփանակերտ եղբայրական գերեզմանոցում հուղարկավորելու համար հակ էին ճանապարհները։ Մեզ ասացին հուղարկավորեցեք Կարմիր խաչի միջոցով պետության ուժերով ձեր երեխեքին դուրս են բերելու։ Հետո երկրորդ օրը եկանասին դուրս են գալիս։ Բա երեխեքով մենք երեխեքին կբերենք, սաղ տեղանքն հայտնի է։ Ուղղակի տարբերություն անհայտ կորածների մեր տղաները հաստատված զոհեր են ու տեղանքները հայտնի է։ Պետք չի ոչ նույնականացում, ոչ որոնողական աշխատանքներ։ Ուզում եք բերեք Եռաբլուրում թողել։ Ուզում եք մեր երեխեքի շիրիմները տեղափոխել Հայաստանի Հանրապետություն Եռաբլուրում վերահուղարկավորելու համար։ Այն արժանավայել ձևի։ Այսինքն չեք հավատում այլևս, որ մի օր կարող եք վերադառնալ Արցախ։ Ինչ կապ ունի Արցախի հետ վերադարձ լինի, բայց կարող է 10 տարուց, 20 տարուց, 50 տարուց հետո վերադարձնի, բայց մեր երեխեքի շիրիմները անտերական մի օրվա հուղարկավորված շիրիմներ է եղել։ Թող հետ վերադարձել լինի, բայց մեր երեխեքի շիրիմները պահանջում են, խնդրում են, մեր ձայն եք բարձրացնում, հայտնի դարձնում եվրոպական պետություններից եկած պաշտոնյաները այդ հարցին քննարկեն, միջամտեն, քայլեր ձեռնարկեն մեր երեխեքի շիրիմները տեղափոխելու համար։ Շնորհակալություն։